Վերջի օրերին շատ է քննարկվում Ռուսաստանի հետ հարաբերություններում հայ գործարարների ունեցած խնդիրների մասին։ Այս առումով դուք որևէ խնդիրներ ունեք եւ ինչ կարող եք ասել։ Ես կարծում եմ նման խնդիրներ չկա, միշտ խնդիրներ 30 տարվա մեջ եղել են, դրանք քաղաքական գործիքներ են, որ օգտագործում են տարբեր երկրների կողմից, առավել եւս խոշոր երկրի։ Իհարկե Հայաստանն էլ ինչ-որ գործիքներ ունի, որոնք որ այդ ընթացքում քննարկման ժամանակ կիրառում են, բայց ես ուզում եմ մի այլ բան ասել, որ վերջին հաշվով սա մի գործընթաց է քաղաքական, դիվանագիտական, որը որ ինչ-որ մի ընթացք է ստացել։ Եվ ընթացքում ես կարծում համաշխարհային հարթակներում տիրող իրավիճակը կբերի նրան, որ ավելի այդ իրավիճակից ելնելով ավելի ճիշտ որոշումներ կկայացվի, որտեղ վերջին հաշվով իրավիճակն էլ թելադրող ինչ-որ հատվածներ ունի, որով որ պետք է մենք ուշադիր լինենք։ Պարոն Սուքիասյան, շատ են ասում, որ այս իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները դաշնակիցների հետ առհասարակ բնավ ինչպես ասում են, ձերում դիմախոսները, փորձագետները ասում են, որ այս ձեր օրոք, ձեր իշխանության օրոք Ռուսաստանի Իրանի հետ հարաբերությունները շատ խելացի հարց եք տալիս։ Նայեք, ընդհանրապես այդ հարաբերությունների սրման պատճառը միշտ լինում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պատճառով, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ուզում է ավելի մեծ ինքնիշխանություն ունենալ, ավելի անկախ որոշումներ կայացնել, իհարկե այդ ամեն ինչը սկսում է ավելի ճնշվել, որովհետև շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, ուզում են լինի այլ փոխհարաբերությունների հարթակում։ Նայեք տնտեսական կապվածությունը, եթե դուք ուզում եք, եթե շատ եք ուզում, ես կարող եմ ձեզ տվյալ տալ հիմա, որը հնարավոր է ձեզ զարմանք առաջացնի։ Եթե ուզում եք, ես հանեմ եվրոպական վերջի 20 տարում գազի գնման գները, ուզում եք ցույց տամ։ Տեղյակ եք, չէ, իհարկե։ Գնացեք հանեք, որը որ եվրոէներգետիկ ստատիստիկ միավորումն է տալիս, որտեղ հստակ կա։ Գերմանիայի դաշտությունը, որը որ ավելի երկար պայմանագրեր է կնքում, նրա գինը 100-ից 220։ Եղել են վերջի տարիներին 21-22 մինչև $300 կամ եվրո։ Հիմա ներողություն։ Իտալիան մի քիչ ավելի կարող է 20 կամ 30 ավելա ձեռք բերել։ Գները դրանք են։ Իհարկե սրված պահերին բարձրանում է, բայց միջինացված գին գոյություն ունի տարվա կամ 10 տարվա կտրվածքով։ Իհարկե աշխարհում գործում է նման կարգ կա, երբ որ դու ավելի երկար պայմանագրեր ես կնքում, ավելի ցածր գնով են ձեզ տրամադրում։ Սա է։ Բայց ԵՄ այս երկընտրանքի հետ կապված ձեր տեսլականը ո՞րն է։ Նայեք, դուք մի բան կա չեք ուշադիր չեք եղել, Ռուսաստանի Դաշնության նախագահն ասեց մենք շատ երկար ժամանակ եվրոպական կառույցների հետ բանակցում էինք եւ նրանք այդպես մնացին իրենց դիրքերում չստացվեց։ Այդ նշանակում է, որ այդ փորձը հնարավոր է կանոնակարգվելուց հետո համաշխարհային հարթակներում, որը ես կերազեմ դա լինի, դրանից հետո հնարավոր է, որ այդ նույն գործընթացը սկսվի, որովհետև դա ինչ-որ մի ժամանակ սկսվել է, ինչ-որ մի ժամանակ, երբ որ սրացել է ներողություն, սրացել է, դադարել է։ Հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահան շատ ճիշտ ասեց, որ երկար ժամանակ ամեն ինչ արել են, որպեսզի ստացվի այդ միավորումը կամ այդ մերձեցումը, հա, չի ստացել։ Բայց ես կարծում եմ հիմա այսպես ասած եւ էներգետիկ ճգնաժամի արդյունքում լավ գիտեք, եւ այլ եւ ՆԱՏՕ-ում եղած մտքերի եւ ՆԱՏՕ-ում եղած փոխհարաբերությունների արդյունքում ես կարծում եմ հնարավոր է, որ Ռուսաստանը մի այլ կարգի հնարավորություններ ստեղծի իր համար որոշակի ավելի նոր հարաբերություններ ստեղծի։ Նայեք, չէ, երկընտրանք գոյություն չունի, խնդրում եմ, դրանք սաղ գործիքներ են, լավ գիտեք դուք ինքներդ, եթե ուզում եք իմանալ, ես ձեզ ասեցի գազի մասով, որ Հայաստանի Հանրապետություն հասնում է, ներողություն եմ խնդրում, կարող է մի $20-30 ես սխալվեմ, բայց Հայաստանի Հանրապետություն հասնում է ամբողջ Գազպրոմը եւ Հայաստանի Հանրապետության Գազպրոմը լավ գիտեք ինչ-ինչ պատճառներով դարձել է Ռուսաստանի Դաշնության սեփականությունը, մոտավորապես մինչև $400 համարժեք դրամ է հասնում կամ 370-380։
դա նշանակում է, որ մենք նույնպես գործիք ենք, որով որ այդ գազը անխափան տասնյակ տարիներ օգտագործում ենք եւ այլընտրանքի մասին չենք մտածում, որովհետեւ ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Հիմա ԵԱՏՄ-ն ինքը շատ լավ հարթակ է, բայց իհարկե հիմա Հայաստանի Հանրապետության տնտեսության ամբողջ մոդեռնիզացիայի ժամանակակից տեխնոլոգիաների ներկրման արդյունքում հնարավոր է Հայաստանի Հանրապետության ապրանքատեսակների մեծ մասը եւ Եվրոպայի տարբեր հարթակներում նույնպես իրացվի։ Նայեք, ես ձեզ մի բան էլ ասեմ, վերջին հաշվով ԵԱՏՄ-ն ունի կանոնակարգ, այդ կանոնակարգը ոչ մեկ չի խախտել։ Ես կարող եմ ձեզ մի բան ասել, ես շատ լավ թեմա եք առաջ քաշում, ինչ որ խնդիրներ լինում են, դա չի լինում։ Ինչ ենք մենք ասում, որ իրավական գործընթացները պետք է հենց կրեն իրավական գործիքների արդյունք։ Ինչի, որովհետև եթե ինչ որ մի գործարար Հայաստանի Հանրապետությունից չհամապատասխանող ապրանքներ է արտահանել, դա շատ մեծ վնաս է եւ երկրի իմիջի համար, եւ տվյալ կազմակերպության համար, բայց ես չգիտեմ, տեխնոլոգիայի բացակայության արդյունքում է եղել, թե անփույթություն է եղել, թե ուղղակի այդ կարգի, չէ, այդ որոշումը քաղաքական իհարկե Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական է, բայց վերջին հաշվով մենք էլ պետքա, չէ, մի օրինակ վերցնենք, մերոնք էլ տանեն լաբորատորիա, նկատում դուք կարող եք ուղղել այդ հարցը, հասկանալ այդ լաբորատորիայի արդյունքը չի կարա այլ լինի, նույն սարքավորումն է, այդ սարքավորման արդյունքում ասում է այս կամ այն նյութը համապատասխանում է թե ոչ։ Քեզ մի հարց էլ էլի, օրինակ փորձագետներ, շատ տնտեսագետներ ասում են ԵՄ շուկան հայկական արտադրանքի, այսպես ասած, պահանջարկ կարիքը չունի, ու մինչ այս այլընտրանք, այսքան փոփոխություն, նախ շատ ջանք է, պահանջելու երկրորդներ անգամ չգիտենք էլ կստացվի թե չէ։ Նախ առաջինը դուք տեղյակ չեք, որ մինչև անգամ վարդերը Նյու Յորք են գնում։ Հայաստանի վարդերը Նյու Յորքում են վաճառվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվում են։ Նայեք, այն գործընթացը, որը որ պետք է սկսվի եւ այլ շուկաներում, որտեղ որ առավել խիստ պահանջներ կան եւ որտեղ որ այտենց ախպերական պայմանավորություններ չի ձեռք բերվում, այլ միայն ինստիտուցիոնալ որակի եւ մնացած ինստիտուտների համապատասխան արտոնագրերի, լիցենզիաների արդյունքում է կատարվում, մենք պետք է անպայման մտնենք այդ դաշտ։ Որպես պետություն, որպես պետական, որպես տնտեսություն պարտավոր ենք մենք ամեն ինչ անել, թեկուզ կորուստներով, թեկուզ եկամուտները մի քիչ լինի, բայց մենք կարողանանք մեր շատ տնտեսություն կառուցենք այն որակների, այն չափորոշիչներին, այն չափանիշներին, որոնք որ պահանջում են նման։ Իհարկե ժամանակ եւ արագություն էլ կարող ես եւ արագ անել, կարող ես եւ դանդաղ անել, դրա համար ինչքան շուտ այդ խնդիրը առաջանա, այնքան ավելի շուտ մենք այդ ամեն ինչը կունենանք։ Այդ ամենին հասնելու համար կարծես որ այդտեղ մենակ մասնավորը այստեղ պետության նաև բանն է պետք։ Պետությունը կարծում եմ կաջակցի, բայց ես գիտեմ մի բան։ Այսօր ես գիտեմ արդեն, նայեք, ես արդեն գիտեմ, որ շրջանառու միջոցները բավականին, օրինակ եթե խոսքը վերաբերում, նայեք, գյուղատնտեսությունը սկզբունք ունի, հա, նրանք, որոնք որ ջերմոցների մեջից են դուրս գալի, դրանք 11 ամիս եկամուտ են բերում։ Այն, որը որ ջերմոց չի, ուղղակի մեր բնության արդյունքում պետքա լինի, դա սիվոլիշ միայն 2 ամիս է տևում։ Դրա համար ջերմոցների ինստիտուտն էլ այնպիսին է, որ կա 5+, կա 6+ արդեն տեխնոլոգիաներ։ Երբ որ դա դու ներես կրում այդ տեխնոլոգիան, դու չես էլ կարող խախտել, որովհետև խախտման դեպքում հնարավոր է մոտդ ոչինչ չստացվի։ Այդ բարձր վերջի ժամանակակից սարքավորումները ամբողջ աշխարհում էլ այդ սարքավորումը ամենավերջինն է։ Եվ դրանից դուրս եկած պրոդուկտը ամենամրցունակն է, ամենավորակյալն է։ Պարոն Սուֆիասյան, ուժեղ Հայաստան կուսակցությունը իր նախընտրական քարտոշավի ընթացքում կարելի ասել արդեն հայտարարում է, որ դեղերի գներն է նվազեցնելու, եթե կա իշխանության փոքր ու միջին բիզնեսը չի հարկում, այ դուք որպես ոլորտի մասնագետ, նման բան հնարավոր է։ Նայեք, ես կարծում եմ դրանք սա քաղաքական հայտարարություններ են, որոնք որ 30 տարի բոլորս լսել են քաղաքական հայտարարություններ, եթե դուք հիշում եք, ինձ մի հատ տեսագրություն են ցույց տվել, որ 17 թվականի ընտրություններից առաջ թե 13, որ ասացին 3.2 միլիարդ ներդրում են կատարել, եթե հիշում եք կա դա։ Դրանք քաղաքական հայտարարություններ են,
դրանք ոչ մի հիմքեր չունեն, ինքներդ լավ տեսնում եք, որ չկա այդ հնարավորությունը եւ ընդհանրապես դա մարսելու համար այդ կարգի գումարներ կամ այդ կարգի աշխատատեղեր, դա ուղղակի, չգիտեմ, հնարավոր չէ փոքր բիզնեսը հարկերից ազատել, ինչպես իրենք են առաջարկում։ նայեք, փոքր բիզնեսը դա այն ճանապարհն է, որով որ մեծ բիզնեսը սկսում է եղել այդպիսի բան Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հիշում եք, ես դա 2000-ական թվականներին ես եմ այդ օրենքի հեղինակներից մեկը եղել, կառավարության հետ աշխատել ենք, պարզեցված հարկ կար, եթե հիշում եք։ Այդ պարզեցված հարկով ասեցինք այն փոքրիկ խանութները, փոքրիկ արտադրությունները, որպեսզի անձեռնամխելի լինեն, որովհետև խոշորները ինչ-որ մի ձևի ճնշում էին գործադրում, այդ փոքրները փակվում էին, որպեսզի խոշորանան։ Ես ինքս այդ առաջարկը արեցի պարզեցված հարկի, հետո ես չեմ եղել Հայաստանում 2007-ից հետո որոշակի փոփոխության էին ենթարկել, երբ որ հարցեցի ինչ եք էզելի փոփոխել, ասեցին, որ խոշորները սկսել են օգտվել այդ հնարավորությունից։ Երբ որ ցանկացած գործունեություն չի հարկվում, այդ նշանակում է, որ ինքը ճանապարհաբացում ստվերի։ Հիմա եթե դուք գիտեք, բոլորդ արդեն երկար տարվա լրագրողներ եք, հիշում եք, երբ որ ասում էին ազատ տնտեսական գոտի։ Ես ասում եի, կասեք ինձ դրա ինչ է նշանակում ազատ տնտեսական գոտի, ոչ մեկ չէր կարողանում։ Ասում եմ, լավ է, ազատ տնտեսական գոտիում ավելացած արժեքի հարկ լինելու, ասում է, հա։ Ասում եմ, եկամտահարկ լինելու, ասում այո, ասում եմ, բա ի՞նչն է ազատ։ Ասում է, դե ազատ տնտեսական գոտի է։ Չէ, ինձ հասկացաք իմաստը։ Կառավարությունները պարզապես հիմա ասում են թողենք փոքրը առանց հարկ աշխատի, գա աճի մեծանա, դառնա միջին կամ մեծ նոր հարկ վճարի։ Նայեք մի բան ասեմ, եթե փոքր առանց հարկ աշխատի, ինքը արդեն իր ընկերոջը, որը որ արդեն փոքրից մեծացել է, նրան խանգարելու է, որ նա ավելի չմեծանա։ Որովհետև չի կարա մի դաշտում մեկը հարկ վճարի, մյուսը չէ։ Դա անհնար բան է։ Այդպիսի էկոնոմիկա գոյություն չունի։ Դուք ինքներդ լավ հասկանում եք։ Հիմա դուք առանց որևիցե ծախսի ապրեք, մի ուրիշը ծախսով, երկուսդ էլ նույն աշխատավարձը ստացեք։ Ինչ-որ ժամանակ հետո ինքը մրցունակ կլինի, դուք ոչ։ Այն սիտուացիան կա, ինչ ես ուղղակի ճշտելու համար ձեր ընտանեկան բիզնեսում կա ինչ-որ բան, որ արտահանվում է։ Եթե այո, որ երկիր։ Ես մի բան ասեմ, հավատացած եղեք, էլի։ Ես ինքս ինչքան որ հիմա ես շատ եմ երազում, որ շուտ վերջ տամ, գնամ մի քիչ զբաղվեմ տնտեսությամբ։ Ընդհանրապես վերլուծությամբ զբաղվում եմ, բայց տենց չեմ խորանում, որովհետև հենց խորանամ պետք է սկսեմ ես զբաղվել։ Կարծում եմ հունիսից հետո կսկսեմ ամեն ինչ ուսումնասիրել։ Ռուսաստան արտահանվող ինչ-որ կոնկրետ արտադրանք։ Ռուսաստանի Դաշնության հետ կա իհարկե հարաբերություններ կա, տնտեսության հետ կա հարաբերություններ։ Իհարկե դուք շատ խելոք հարց եք բարձրացնում, որ հնարավոր է ռուսական տարբեր կառույցների կողմից դեռ այդպիսի բաներ չկան։ Նկատի ունեմ ձեր, չգիտեմ ինչ արտադրանքի, դրա համար եմ հարցնում։ Ստանդարտները այնպիսին են, որ օրինակ կարող Իհարկե մի բան ասեմ, էլի, ես ձեզ մի բան ասեմ, այդ Հայաստանի Հանրապետության, այն էլ Հայաստանի Հանրապետության այս իշխանությունների աջակցության արդյունքում բավականին շատ սարքավորումներ են ներկրվել Հայաստան, որոնք որ մրցունակ սարքավորումներ են, եւ այդ սարքավորումներից դուրս եկած արդյունքը բավականին մրցունակ է եւ համապատասխանում է։ Հիմա Եվրոպայում ուղղակի մարքեթինգային ծախսերն են շատ, Եվրոպայում ուղղակի այդ կարգի համակարգերի հետ պայմանավորվելն է։ Օրինակ ես գիտեմ, որ մի խնդիր գոյություն ունի, որ մերոնք պետք է համախմբվեն լուծեն, որն է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարծում եմ պետք է աշխատի տնտեսվարողների հետ, այդ որ խնդիրն է։ Եվրոպայում այնպիսի համակարգված իրացման համակարգեր է ստեղծված, որ ասում են ձեր ծավալները հայկական այդ տարբեր պիտակներով մենք չենք կարողանալու դա մեր սպառողին հասցնենք, որովհետև այնքան մեծ է պահանջարկն ու ծավալը, եթե դուք տակ կարող է 10 կամ 20 սուպերմարկետի մենք կարողանանք ապահովենք, կորելու է։ Դրա համար իրանք մինչև անգամ առաջարկ էին նախկինում արել, որ թեկուզ հայկական բոլոր արտադրանքների վրա ինչ-որ մի չափ լինի, որը որ բոլորինը նույնը լինի, այդ գույնը կամ այդ դիզայնը, դիզայն ինչ-որ մի, որ մարդը կարողանա, օրինակ տեսեք, Գերմանիայի Դաշնությունում ոնց են տարբերում ապրանքը։ Գերմանիայի Դաշնության հասարակության համար գերմանական ապրանքը պաստելային գույներ է։ Օրինակ իտալականը ավելի վառ գույներ է։ Ֆրանսիականը մի քիչ ավելի, իմաստը հասկացաք, չէ՞։ Հա,
Գերմանացին ինչ արի, ասում է գերմանացի, նայ, դուք սիրում եք պաստելային գույնը, այս պաստելայինով բոլորը գերմանական ապրանքներ են, որ մարդը մտնի, արդեն ինքը դժվար ման չգա։ Անսուկյասյան, ձեր չառաջադրվել ձեր որոշումն է, թե քաղաքական թիմի հետ է Որոշումն ա եղել, ես քաղաքական թիմի հետ ոչ մեկ էլ չեմ քննարկել, դե չեմ ուզում, ես համարում եմ, որ ավելնող տեղն եմ այս ժամանակը ծախսում, ավելի ճիշտ կլինի նստեմ ինչ-որ օրինակ վերցնենք նույն այդ գները զգազում, ես նստել եմ աշխատել եմ դեն, ուղղակի չեմ ուզում տենց ֆիքսված ասեմ, կարող եք դուք ինքներ եք գնալ եվրոպական տենց բաց բաներից վերցնել այդ ստատիստիկ։ Ոչ չեմ քննարկել, Նիկոլ Փաշինյանի հետ չեմ քննարկել, ասեմ ոնց ա եղել, այստեղից ինձ դուք եք թե ով հարցազրույց եք վերցրել, դա դարձել է բոլորի համար Կներեք, սրա հետ կապված արտասա արդյոք վարչապետի այն հայտարարության տիրույթում չի ձեր չառաջադրվելը, որ ասում ես չպետք է գործարարները օլիգարխ։ Նայեք մի բան ասեմ, ես նոր էլ հայտարարություն արեցի, որ հարուստ մարդ պետք չի։ Ես մի մանդատ ունեի, մի կոճակ։ Ես ասում եմ իշխանությունը չլինի հարուստ մարդկանց։ Մանդատ կարող է փորձով մեկը պիտանի լինի, դա ինչի՞ չէ։ Բայց երբ որ ուզում են իշխանություն վերցնեն, ես կարծում եմ դա արդեն ինքը մասնավորի գիտակցություն, նայեք, ես ես վերջերս մի հետաքրքիր բան եմ ասել, չգիտեմ նկատել եք թե չէ։ Տնտեսվարողի գիտակցությունը, բիզնեսմենի գիտակցությունը որպես այդպիսին եւ պետական համակարգի կառավարման դրանք տարբեր բաներ են։ Դու պետքա շատ լավ բիզնեսը հասկանաս որպես կառավարիչ, բայց դու պետքա այլ սկզբունքներից կառավարես երկիրը որպես պետական գործիչ։ Երբ որ մասնավորն է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը դրանք չի գիտակցում։ Որովհետև մասնավորը ինքը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունը չի կարա այդպես, որտեղ պետությունը բոլորինն է։ Մասնավորը իր սեփականությունն է։ Դրա համար ես ասում եմ, լավ կլինի, որ մասնավորին ճիշտ գնահատեն, բայց պետական գործիչ լինեն, պետական կառավարման մասնագետ լինեն։ Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը շատ է խոսում երկաթգծի կոնցեսիոն կառավարումը վերցնելու ռուսական կողմից եւ ասում է այլ երկրորդ Ղազախստանի մասին են խոսում։ Դուք այս գործակը, այս քաղաքականությունը ինչպես եք գնահատում, արդյոք պետք է այս բանը վերցնել։ Նայեք, ես կարծում եմ դա եւ ռուսների համար է ձեռնտու, որովհետեւ ես գիտեմ, որ այսօր բավականին ֆինանսական եւ տարբեր խնդիրներ կան, ցանկալի է ինչի, որտեղ Ռուսաստանի հետ կպնելու ենք մենք մեկը ինչ-որ մի տեղով։ Եվ լավ կլինի, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կայացնի, այդ փոխհարաբերությունները ստեղծի, մեկը Ռուսաստանը նույնպես շահելու է, որտեղ տարածաշրջանը սկսելու է շնչել բավականին այլ երկրներից, որ պատկերավոր չէր, օրինակ Հնդկաստանից ապրանք է գալու Հայաստանով անցնի, որտեղ Ռուսաստանն էլ է մաս ունենալու, չգիտեմ, ինչ-որ Սերծովով է գնալու կամ մի տեղով կամ Եվրոպայով, բայց Ռուսաստանը նույնպես տարածաշրջան է։ Ես չգիտեմ, այդ գիտակցությունը կլինի թե չէ, որ տարածաշրջանը պետք է ամեն ինչ անենք հարստանա։ Դուք նայեք 50-ական թվականներին Եվրոպայի որոշումները, Եվրոպական միության ստեղծման եւ մնացած ազատականացման, սահմանների բացման, ավելացած արժեքի այլ ձևերով կիրառման եւ մի ազգային դրամի անցնելուն եվրոյի։ Ճիշտ որոշումներ ա եղել, ասեք։ Իսկ բենզինի հետ կապված ներդրումը Ադրբեջանից ստաբիլ է արդեն, թե նկատի Ադրբեջանը բենզինի գործարան չունի, ես ինչքան գիտեմ, որ վերամշակող գործարան բենզինի նավթամթերքի ունի։ Տեղյակ չեմ, որ ասում եմ չեմ հետաքրքրվում, հավատացած եղեք, բայց ինչ-որ մի պահ ես գիտեմ, որ հիմա շատ է գները թանկացել, այդ կարծեմ մի երկու օր առաջ եմ իմացել, որ շատերը դեռ չեն թանկացնում, ավելի ցածր գնով են վաճառում, որտեղ մտածում են կարող է արագ կարգավորվի, որտեղ կա որոշակի պաուզներ։ 20%-ը ճիշտ է, դուք ասում եք չեք զբաղվում, բայց տեղեկություններ ունեք, ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկում են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել, թե ոչ։ Եթե ճիշտ ասած, եթե գնային քաղաքականություն լավ լինի, մեր ընտանիքը չէ ցանկացած ընտանիք կուզենա, որպեսզի ինքը ավելի մրցունակ լինի։
Իհարկե, ես վստահ ձեզ ասում եմ եւ ես պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր որ ուզենալու են ավելի մրցունակ լինել թեկուզ Ադրբեջանի տարածքով։ Հետո ես ձեզ մի բան եմ ասեմ, պարոն Կիրակոսյան։ Այդ ժամանակին նորից այդ գնահատականը տալիս եմ, եթե իհարկե լոգիստիկան բավականին գիտեք որ ծախս է։ Այսօր դուք լավ իմացաք, որ Հորմուզի նեղուցում ասում էին, որ այս լոգիստիկայով անցնելուց դուք այսքան միլիոն պետքա վճարեք, ճիշտ է։ Այդ նշանակում է, եթե դու որպես Հայաստանի Հանրապետություն ուզենաս ձեռք բերես, ուրեմն այդ որևիցե նավերից մեկի ապրանքը քոնն է լինի, նշանակում է ինքը արդեն թանկացած կլինի, համաձայն եք թե չէ։ Բա դու եթե քո հարևանից վերցնում ես այդ լոգիստիկ ծախսը չի լինում, նշանակում է որոշակի ավելի էժան կարող ես ձեռք բերել։ Հիմա ես ում ինչ բացատրեմ, կներեք։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ասում է ոչ թե մենք այդ տարբերակը պետք է դիտարկենք, այլ Աբխազիայի հետ բանակցենք, որ այդ երկաթգիծը աշխատի։ Ապրեք դուք, ես շատ շնորհավորում եմ ձեզ, բա 20 տարի Աբխազիայի հետ ինչ էին անում, նարդի էին խաղում։ 30 տարի ինչ ա եղել Աբխազիայի հետ։ Բա ուր է։ Մի օր Վրաստանը չէր համաձայնվում, մի օր Աբխազիան, մի օր Ռուսաստանի Դաշնությունը, լավ գիտեք։ Թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից էլ այդ խոսակցությունը գնացել է, կարող է Աբխազիան բացի։ Կարող է։ Հիմա այդ կարող են 30 տարի անցել է, լավ, լուրջ չի։